Շարունակում է առավոտոսով վիկենդը, ճիշտ ժամանակն է, որպեսզի ներկայացնենք մեր այսօրվա երկրորդ հյուրերին, ովքեր արդեն տաղավարում են եւ մեր տաղավարում են Սևագիր ռոք խմբի անդամներ Էլմիր Կալմուխյանը եւ Կորյուն Բոբիկյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Մեզ հետաքրքիր է, սովորաբար միշտ հյուրերի հետ այս հարցադրումով ենք սկսում, թե ինչպես է ձեր օրը սկսվում, դե դասական դարձած այս տարբերակը վստահաբար ձեզ պետք է հարցնենք։ Կա ինչ-որ մի տարբերակ, որ երկար տարիներ հավատարիմ մնալով այդ ավանդույթին, հենց այդ կերպ ու ձևով է սկսվում ձեր առավոտը։ Իմ մոտ համարյա ամեն առավոտը սկսվում է առավոտյան սուրճով։ Առանց դրա անհնար է։ Հետո արդեն նայած որ օրը որ գործի է, որ օրը որ գործի չի, ըստ դրա ներևի նախաճաշ։ Երաժշտություն կա առավոտյան։ Գործը երաժշտությունն է, իհարկե, դրա համար չէ, որ արտանում եք սուրճը դնում եք անպայման ատրիբուտ չի իմ համար, որ առավոտը սուրճ երաժշտություն ձայնի։ Լրիվ ազդանշաններ։ Եթե անձրև է գալի պատուանը բացում ես, լավ անձրևի ձայնի։ Այդ որը շատ հաճելի է։ Իսկ ձեր մոտ։ Իմ մոտ ինձ թվում է նույնն է, կախված օրվանից ու զբաղվածությունից, թե ինչով եմ այդ օրը զբաղված, ինչ ունեմ անելու, բայց երաժշտություն միշտ կա։ Ինչ երաժշտություն եք լսում առավոտյան։ Տարբեր իրականում, չկա տենց կոնկրետ ժանր, ըստ տրամադրության։ Տրամադրության, առավոտյան միշտ տրամադրության հետ է կապված։ Հերակ Spotify-ից բացում եմ, ինչ տենց խառը playlist ունեմ, play եմ անում, ինչ կբերի ոնց որ տենց կլսեմ, կհասկանամ, դուրս կանգնի, դել կլսենք։ Եկեք խոսենք նաև Սևագիր խմբի մասին, այն 2022 թվականից է ինչ կա, արդեն հանդիսատեսին հայտնի է, հասցրել է սիրվել, տարբեր երգեր հատուկ հիթեր են դարձել, սիրված են դարձել, բայց մինչև Սևագիրը դուք յուրաքանչյուր ծրանհատական, երաժշտական, այսպես ուղին եք ունեցել, ինչպես եկաք այս խմբի միավորման գաղափարին, ինչպես այն ձևավորվեց։ Իրականում երկար ճանապարհ է անցել մինչև Սևագիրը, բենդիս անունն էր Խնձորի Սոկ, ավելի երիտասարդական բենդ էր, ու տենց ստացվեց, որ Խնձորի Սոկը ցրվեց, ինչպես եւ ռոք խմբերի մեծամասնությունը։ Հետո 2 տարի դադարից հետո միամիտ Կորյունն եմ հանդիպում, քլաբերից մեկում նվագելիս, չեմ ճանաչում իրականում, որովհետեւ իմ ու Կորյունի մեջ ահագին տարբերություն կա, ես էլ միշտ չի որ ռոք ինդուստրիայով տենց հետաքրքրված եմ եղել։ Ուղղակի տեսնում եմ, որ լավ է նվագում, դուրս գալիս է, ու որոշում եմ մոտենամ այդ կոմպլիմենտն անեմ իրան, չճանաչելով, ասում եմ ողջույն, ես էս ինչ մարդն եմ, շնորհակալություն, այսօր նվագեցի, շատ լավ էր նվագում, միգուցե համագործակցենք ինչ որ մի օր, ասեց ուղարկի երգերդ, ուղարկեցի, լսեց, հետո տենց արդեն ընդհանուր գաղափարից հանդիպեցինք։ Իսկ ինչպես խմբի մյուս տղաները միացան հետո արդեն։ Մոտավորապես նույն կատեգորիայի պատմություններ են մնացածի հետ։ Սահակին բաս գիտարիստին մեր ես ճանաչում եմ երկար ժամանակ։ Որոշում եմ ալբոմ ձայնագրվել, ակուստիկ ալբոմ Խնձորի Սոկից հետո, ու այդ ակուստիկ ալբոմը մանրից վերածվում է Սևագրի դեբյուտային ալբոմին, քանի որ ընթացքում տենց զգում ենք, որ էմոցիոնալ ֆոնը թույլ է մի քիչ ավելի գործիքավորում է պահանջում երգերը ավելի կոնկրետ ու Սահակին ոնց որ արդեն սկսեցի խաղացնել, այտենց շատ օրգանիկ ձևով հավաքվեց Սևագիրը, չպլանավորած էր էլի այդ ամեն ինչը։ Այդպես։ Հրաշալի, այս պահի դրությամբ ինչ գործունեությամբ է զբաղվում կամ գուցե նոր ստեղծագործներ են ծնվում, Սևագիրը որ փուլում է։ Սևագիրը բնականon աշխատում է, որ եւ պետք է անի։ Հիմա նոր երգ ենք ձայնագրել, նոր սինգլ ունենք ներկայացնելու, հուսով ենք կհավանեն, կարծում ենք, որ նաեւ տեսահոլովակ կլինի, բայց վստահ չենք, ամեն ինչ անում ենք դրա համար։ Եվ իհարկե ալբոմը, որը սպասվում է տարվա վերջ, 2 տարի արդեն խմորում ենք այս ալբոմը, 2 տարի խոսք ենք տալիս ու ուշացնում ենք, բայց ինձ թվում է 25 թվին արդեն լույս կտեսնի երկրորդ ալբոմը մեր։ Եվ իհարկե համերգներ, ամենակարևոր խմբի գործունեության գրավականը, գրավիչը խմբին, կենթանի համերգներ, որոնք անսպառ էներգիայի աղբյուր են մեր համար։ Մոտակա ժամանակներից երբ կա։ Մայիսի 11-ին կարող եք գալ եւ լսել։
Մենք հյուրընկալ ենք սիրով։ Մեր այսօրվա եթերը հատուկ ռոք ուղղվածություն ունի, ձեզնից առաջել է այստեղ Բամբիրի Նարեկներ եւ ներկայացուցիչը խմբի առհասարակ ըստ ձեզ ինչպես է ռոքը տարիների ընթացքում Հայաստանում զարգացել եւ այսպես ռոք համայնքը որքան է մեկը մյուսի հետ փոխկապակցված, մեկը մյուսից բխող։ Գորջան պատասխանես որպես ավակ անդամ։ Ես ճիշտն ասած ռոք ասպարեզում Հայաստանի երևի ամենասկզբից եղել եմ 95-96 թվականից, չնայած դեռ փոքր էի, բայց այն ժամանակներից շփվել եմ, մենք դպրոցական դեռ տարիքում խումբ ունեինք, որ նվագում էինք, հետո դա աճեց մի քանի խմբի, հետո եկավ Empire-ի խումբը, որում ես նվագեցի մոտ 10 տարի, այտենց ճանաչել եմ անդադ բոլորին ու շփվել եմ բոլորի հետ, Բամբիրն էլ ծագելի դեպ իրար հետ մենք շփվել ենք իրանց ամենասկզբից Նարեկի հետ։ Եւ հիմա շատ ավելի տարբեր ոնց որ շատ է տարբերվում նրանից, թե ինչպես էր 90-ականներին կամ 2000-ականներին։ Հիմա ամեն մի խումբը ավելի ոնց որ ինդիվիդուալ կերպով է զարգանում, քան թե այն ժամանակ էր։ Այն ժամանակ փոխկապակցված էին։ Շատ անգլերեն բառով ասեմ community տարբերակ էր, ավելի rock community էր։ Հիմա rock խմբեր են, որոնք ցավոք սրտի այդքան էլ շատ չեն նաև մնացել, ավելի քիչ ակտիվ rock խմբեր կան ասպարեզում այս պահին, բայց մենք փորձում ենք ու հիմա ավելի պատանի ոնց որ սերունդը ավելի շատ է հետաքրքրված ռոքով, ինչը հուսադրիչ է։ Բայց իրանց էլ պակասում է ոնց որ մի քիչ մեծ ասպարեզ դուրս գալը։ Դա է դժվար Հայաստանում հիմա նոր խմբերի համար։ Մենք էլ 3 տարի արդեն ակտիվ գործունեության մեջ ենք եւ 3 տարի հետո նոր մենք կարողացանք ավելի լայն ասպարեզի ներկայանալ։ Ընդ որում ճիշտ կարող ենք նկատել, որ դա տեղի ունեցավ դեպի Եվրատեսիլին մասնակցելու ալիքից հետո, թե դա այդքան էլ այդքան էլ այդպես չի, մինչև էդ էլ արդեն ամեն ինչ բավականին ավելի լայն շրջանակ էր գտել մեր պարագայում ամեն դեպքում, բայց ամեն դեպքում Եվրատեսիլի իհարկե շատ ավելի շատ օգուտ տվեց մեզ, ավելի լայն լսարանի, որոնք ուղղակի ուրիշ ոչ միտեղից չէին կարողանալ լսել։ Շատ լավ, Հայաստանի մասին խոսեցիք, իսկ աշխարհում ըստ ձեզ, այս երաժշտական ժանրում փոփոխություններ կան, թե ոչ։ Հա, շատ կան, էդ էլ նույնպես շեշտեմ, ես 10 տարի Ամերիկայում եմ ոնց որ ապրել եւ ընդեղ եմ նվագել խմբերում, եւ այդ 10 տարվա ընթացքում էլ ռոք մետալ ավելի բողոքական ստայլերը, ասենց ասեմ, քիչ-քիչ անկում են ապրել, ավելի քիչ մասսայական են դարել, ավելի քիչ ոնց ասեմ ակտիվությունն է քչացել, դա էլ պայմանավորված է նրանով, որ երաժշտական ինդուստրիան էլ վերածվում է բիզնեսի։ Եվ քանի որ դա վերածվում է բիզնեսի, դա ավելի շատ հայտնի է դարձնում այն մարդկանց, ում վրա շատ փող է ծախսած բնականաբար, եւ դա հետին պլան է մնում նրանց, ովքեր չեն կարող մրցակցել նրանց հետ։ Լավ, այսպես խոսեցինք եւ 90-ականների եւ Empire-ի մասին եւ ձեր խմբի ձևավորման մասին, բայց ես նկատել եմ, որ խմբի անդամները, երաժիշտները տարբեր այլ խմբերի կամ բենդերի հետ ելույթ են ունենում, բենդերի։ Այսինքն դա նկատվել է, այդ խանդ չկա մեկը մյուսի նկատմամբ, այսպես բաց թողնել խմբի անդամին այլ համերգի, այլ բենդի հետ աշխատելու։ Ես հույսով եմ, որ չէ։ Բացարձակ ինձ թվում է, մեկը մյուսի հետ այդքան էլ կապ չունի, հետո մենք քիչ ենք ու այս ոլորտը, ասենց ասած, ոտքի վրա պայելու համար պետքա շատ աշխատել, բոլորը պետքա ոնց որ միմյանց մեջ կլինեն, էլի, եթե ուզում են ինչ որ ընդհանուր մի բան դառնա։ Ես էլ ավելացնեմ իմ կողմից, հարցը նրան չի թե քանի հոգու հետ ես նվագում, հարցը նրան է թե ինչ ձևով ես դու նվիրվում այն խմբին, որտեղ դու նվագում ես։ Թեկուզ դա լինի երկուսը կամ երաժիշտ ենք, երաժշտությամբ ենք զբաղվում։ Շատ լավ, քանի որ դուք հիմնականում կատարում եք բացառապես, այսպես կարելի ասել, հեղինակային ստեղծագործներ, հետաքրքիր է, ինչքանով է բարդ դրանց գործիքավորումը։ Ձեր ընտրած թեմաներից է կախված դրանց արդիականությունը, ստեղծագործների եւ հաջորդների, թե մատուցման եղանակից ու ոճից։ Ինձ թվում է երկուսն էլ իրար հետ փոխկապակցված են։ Ինչը վերաբերում է կոնկրետ թեմաներին, թեմաները ընտրվում են ըստ եթե
օրինակ չես հորինում թեման, այսինքն հերոսները հորինված չեն, թեման հորինված չի, դու քո կյանքի փորձով ես կիսվում։ Ինչ որ լսող գտնում է անպայման քո գրածը, ինչ որ կոնկրետ ունկնդիր կա, ում դա հետաքրքիր է։ Հնարավոր է դա շատ ավելի մասսայական չլինի, կախված այդ բային այդ թեման ինչքանով է հուզում հասարակության լայն շերտերին։ Բայց մենք ունենք ինչպես շատ խիստ անձնական գրված երգեր, այսինքն այդպես սիրային երանգներով, ինչպես նաև ունենք երգեր, օրինակ ունենք հակաթմրամիջոցային ռոպագանդա, որը որ ավելի լայն լսարանի համար է ու իր քարոշչությունը շատ այնց կարևոր բարոյական է, որը որ ցանկալի է, որ շատ մարդ լսի, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այսինքն կոնկրետ նաև քաղաքականություն կա։ Թեմաները ուղղակի որպես մուսայի տեսքով չեն գալիս։ Բնականաբար, գուցե կան 1-2 ստեղծագործներ, ինչպես դուք նշեցիք, նեղ անձնական, բայց կա հիմնականում նաև քաղաքականություն, որի ուղղությամբ խումբը ոչ թե բենդը, խումբը աշխատում է։ Տվյալ պահին այն թեմաները, որոնք որ մեզ հուզում են, դրանց մասին անպայման անդրադառնում ենք տեքստերում, երևի sense ավելի կարճ եւ բովանդակալ։ Ռոք-ժանրը հենց այդպես էլ ձևավորվել է, ես սկիզբը առել, խոսելով այն հարցերի մասին, որոնք որ խնդրահարույց են եւ ավելի ճիշտ ոչ թե խոսելով, այլ բողոքելով, հենց դա է եղել, վերհանելով խնդիրները։ Ձեր խմբում, ձեր ստեղծագործությունների մեջ որն է, որ հատուկ տեղ ունի, որին հատուկ վերաբերմունք ունեք բոլոր այդ խմբով, եւ կամ որն է, որը որ ժամանակի ընթացքում իր հանդեպ վերաբերմունքը փոխել է։ Իմ վերաբերմունքը մեր երգերին ասենց ասած հավասարազոր է բոլորին, որովհետեւ ես չեմ կարողանում ինչ որ մեկին ավելի շատ տեղ տալ, մեկին ավելի քիչ, քանի որ բոլորը ինչ որ իրավիճակներ են կյանքիցս։ Ես չեմ վերաբերվում իրանց որպես առանձին տենց ստեղծագործություններ, իրանք ինձ հիշեցնում են ինչ որ ֆլեշբեքեր են, էլի, կյանքից։ Հիշողություններ են փոքր, հետեւաբար ես չունեմ թոփեր։ Բոլորին նույն ձև եմ վերաբերվում, բայց կան շրջաններ կյանքի փուլեր, որտեղ ավելի շատ որոշ երգեր ավելի շատ ենք նվագում, կամ ավելի շատ եմ գերադասում առաջինը նվագել, քան մյուս երգը։ Կորյուն։ Մենք երևի ես Սահակի տեղը չեմ պատասխանի իհարկե, կամ Վահեի, բայց ինքս իմ համար ես ունեմ սիրած երգ Սևագրից, որին վերաբերվում եմ ոչ թե որպես խմբի անդամ, այլ որպես ունկնդիր։ Երգի անունը Տիեզերք է։ Ու խորհուրդ եմ տալի բոլորին, ով կուզենա այդ երգը լսի, YouTube-ի վրա գտեք, լսեք անպայման, որտեվ ինքը ուղղակի շեդևր երգ է իմ համար։ Լավ, ստեղծագործական process-ը ինչ գրաֆիկով է ընթանում, հա, ինչ որ տենց ունեք աշխատանքային օրեր եւ ժամեր, որոնց կամ ինչ որ այսպես հստակ գրաֆիկ, որ պետք է միջև այս ինչ օրը այս աշխատանքի այս հատվածը պատրաստ լինի, հետո պետք է արդեն ձայնագրվի, հետո պետք է արդեն նկարահանվի։ Երբ որ ինչ որ կոնկրետ բան կա, գործ կա, որ պետք է վերջացնել, օրինակ ալբոմը, օրինակ սինգլը, օրինակ ունենք համերգ, որին պետք է նվագվեն այնպիսի երգեր, որոնք մենք դեռ երբեք չենք նվագել եւ այլն, այդ ժամանակ իհարկե Մայիսի 11-ին։ Այդ մի քիչ ուշ է, լավ, հունիս։ Կարող է։ Հնարավոր է։ Չբացենք փակագծերը, բայց այդ ժամանակ այո դնում ենք պլան, որ մինչև այսօր այս ամեն ինչը պետք է Այսինքն գրաֆիկը որոշվում է ըստ գործունեության, էլի։ Ինչ ունենք անելու, ըստ այդմ ոնց որ ժամային պլանավորում ենք մեր անելիքները։ Լավ, այս պահին ինչի վրա եք թեժ աշխատում, որն է հաջորդ։ Սինգլնա։ Ահա։ Սինգլնա, որ Սինգլը շատ դեկալի շուտով ավարտել ենք, մնացել է ձայնագրման process-ը։ վիզուալը, հիմա ավելի շատ կենտրոնանալու ենք ալբոմի ու լայվ համերգների վրա։ Այս ալբոմը իրոք շատ վաղուց ենք ասում էլի, որ կլինի ու անդադ ինչ պատճառներով հետաձգվում է, բայց այս տարի անպայման ուզում ենք մեր Սևագրի ձեռագիր ալբոմը, որը կոչվում է ձեռագիր։ Սևագրի ձեռագիրը։ Այո։ Շատ լավ։ Սպասենք։ Ինչպիսին է երկրպագուների արձագանքը, արդյոք նրանք ձեզ համաչափ ոգևորում են եւ թև են տալիս։ Ես սիրում եմ երկրպագու բառի փոխարեն օգտագործել համագաղափարակիցներ, ոնց որ տենց մեր ժողովուրդն են, մեր մարդիկ են։ Իհարկե, բնականաբար ամենակարևորը գնահատականն է, որ դու զգաս, որ քո աշխատանքը գնահատված է նրանց կողմից, դե որովհետև իրականում ում համար ենք անում։ Անում ենք հանդիսատեսի համար։ Մենք առաջարկում ենք միասին խաղ խաղալ։
Դեմ չեք։ Իհարկե։ Առավոտ լուսով վիկենդի շրջանակներում մենք հաճախ մեր հյուրերի հետ անպայման մի խաղ պետք է խաղանք, որ նոր իրար հաջողություն անենք։ Խաղը կարծում գիտեք, հայտնի է համացանցում, առաջին անգամ երբ ու դուք պետք է շարունակեք։ Մենք ասում ենք առաջին անգամ այսինչ բան է երբ է եղել, դուք շարունակում եք ձեր պատմությունը անհատական։ Առաջին անգամ երբ երգեցի։ Լսողների լացը եկավ։ Բայց դա իրականություն է, թե այդպես եք ուզում տեսնել։ Մոտավորապես, էլի, իմ տեսանկյունն է ամեն դեպքում, ասացին դե չի, պետք չի։ Որտեղ եք երգել Տանը։ Լավ, կորնիսկ դուք փորձել եք երգել եւ ինչպես է եղել առաջին անգամը։ Փորձել եմ երգել ու շատ վատ է ստացվել ու դրանից հետո երբեք չեմ երգել։ Առաջին անգամ երբ երգեցի, ես ու Կորյունը որոշեցինք էլ չերգել։ Այո։ Իմ մոտ էլ է նույն բանը եղել։ Շատ լավ։ Հասկացա, հաջորդ հարցը շատ ավելի այսպես էգզիստենցիալ է, ձեզ շատ համահունչ, առաջին անգամ ինքս ինձ հետ կռվեցի երբ։ Երբ հասկացա, որ բժիշկ չեմ ուզում լինել, ուզում եմ լինել երաժիշտ։ Ահա։ Ես էլ երբ հասկացա, որ չեմ ուզում ճարտարապետ լինել, ուզում եմ լինել ցանկացած այլ մասնագիտության դեմ, բացի ճարտարապետից։ Բայց դա որ տարիքում էր։ 19 տարեկան, 18-19 12։ Ահա։ Առաջին անգամ ինձ չհասկացան, երբ Ես փորձեցի երգել։ նորից երգել։ Երևի թե այդ ամենահին բանն է, ինչ որ դրա հետ է կապված։ Առաջին անգամ վստահեցի անծանոթի, երբ Առաջին անգամ վստահեցի անծանոթի, Երբ առանց նայելու գնապիտակի ու դատան, բան խանութից շոկոլադ առա։ որ առաջի անգամ ա եղել, բայց վստահել եմ մարդու, ով որ ինձ տարել է մեր շենքի կողքի գրադարան։ Ու ես գրանցվել եմ այնտեղ որպես Ինչ տարբեր պատմություններ էին։ Դե Չենք կարող իրոք sense ասում ես հիշես ժամանակ առաջի ով էր անգամ անծանոթը, որին որ վստահեցի։ Լավ, առաջին անգամ հավատացի իմ ուժերին երբ։ Երբ 6-րդ դասարանում երաժշտական դպրոցում ստացա միջազգային պրեմիա։ Շնորհավորում ենք։ Մենք այս տարեկանում չկայինք այդ բային հիմա այսքան տարիներ անց Ուղղակի այդ բային 6-րդ դասարան 6-րդ դասարան ներողություն հանդիպելուց առիթ է որ շնորհավորում։ Երբ մաման առաջի անգամ ասաց, որ լավն է այս երգը։ Լավ։ Բայց մաման ասում էր որ մի երգի տղա։ Հետո ասես լավ, դե մամաները տենց, ամեն ինչ կարելի է։ Շատ լավ։ Առաջին անգամ ապարեցի Դրանից հետո էլ կյանքում չպարեցի։ Լավ։ Կորունի մոտ միայն նվագել է ստացվում երաժշտությունից։ Ինչ խոսք։ Այդ երկուսից աբսոլյուտ 0։ Երգ, բայց արյուտես ֆանտաստիկ երաժիշտ։ Էլմիր։ Առաջի անգամ ապարեցի, երբ տատիկս որոշել էր, որ ես պետքա բալետի գնամ։ Ու ոնց որ այդ սենյակում էինք, ովքեր որ պետքա հանձնաժողովի եւ այլն, ասին տղա ջան, մի հատ թռի։ Ասես թռա ու այդ թռնելուց հետո ոնց որ այդ էր իմ բարը։ Թռա ասացին Սիլվա ջան, շատ լավ տղա է, բայց բարի հետ ընդհանրապես կապ չունի։ Այդ էր իմ բարը։ Որ թվականներն էր։ Երևի մի, չգիտեմ, 7 տարեկան է։ Բայց էմի դեպքում էլ եւ պարելը առանձնապես չի ընդունվել եւ երկելը չի ընդունվել, բայց ավելի համառ է գտնվել եւ շարունակել է։ Առաջին հենց այդ է մոտիվացնում էլի, կներեք որ ընդհանրապես ինձ թվում է հենց այդ է մոտիվացիան եղել, որ շարունակեմ անել այն ինչ որ հիմա անում եմ։ Դե դեպքում առաջին անգամ նայեցի աչքերս մեջ հայելու առաջ ու ասացի վճռական պապ պետք է եղած լինի։ Նայեցի հայելու մեջ աչքես մեջ ասի պետքա ես չերքեմ ու չպարեմ։ Երևի ասացի ամեն ինչ լավ ալնելու։ Կիսա էտա գալի առաջին Լավ տարբերակ էր։ Ես էլ sense նայեցի, մտածեցի որտեղից քեզ կանաչ աչքեր, եթե համ մաման, համ papan մուգ աչքեր ունեն։ Այդ էր առաջի բանը, որ մտքովս անցել է։ Իսկ պապիկը։ Պապիկն էլ էր մուգ աչքերով։ Երկու պապիկներն են։ Տատիկս էր բաց աչքերով։ Դե ժամանակ առաջին անգամն էր, բայց մաման ու papan են իհարկե։ Բնականաբար իրանց կապը իրանց հետ ավելի մոտ է էլի։ Առաջին անգամ մտածեցի ես փոխվել եմ երբ Եվ արդյոք ես փոխվել եմ։ Շատ դժվար հարց է, ես փոխվել եմ, ինչպես եմ փոխվել։ Կապ չունի դեպի լավը թե վատը, պատասխան փոխվել ես թե չէ։ Երբ ծառայությունից հետ եմ եկել
Երթվում եմ էի մտածում պատասխանը։ Երբ հետ եք, ահա։ Իսկ քեզ մոտել է այդպես եղել։ Զուտ ուղղակի մենք նման փորձառություն չենք ունենում կյանքում։ Ես չեմ փոխվել։ Ոնց կամ նույնն է մնացել։ Ինչ չի թվում, որ ես փոխվել եմ։ Ոչ ամեն ինչ իր ժամանակին է։ Կամ է։ Նույնն է, ոնց կա, ուղղակի մեր շուրջապատը ռևոլյուցիոն փոփոխությունների մասին չի, բայց ինչ որ կյանքի ձեր դեպքում ծառայությունից կյանքի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է բնականաբար կյանքի ծևից։ Ինձ դուր եկավ լրությունը։ Երբ Բաքում տրակտոր անջատեցին։ Գուցե։ Երբ առաջի անգամ Կորյունի հետ նվագելուց հետո ես հասկացա, որ 3 օր ականջներից մեջ շվոց կա։ Այդ որտեվ շատ էներգետիկ անավագում ու շատ ուժեղ ախփում է ինքը դրամսը։ Հուսանք այս եթերից հետո ձեր խումբը կշարունակի ամուր պահել իր կապերը եւ գործել։ Շնորհակալություն ենք հայտնում իրականում Կիրակին մեզ ասելու համար։ Եվ մենք հուսանք, որ վերջապես այո, այս տարի կլինի ձեր խոստացածին համաձայն ալբոմի, երկրորդ ալբոմի թողարկումը, ձեզ կենթանի փնչեղությամբ եւ համերգային ծրագրեր մաղթենք 25 թվականի շրջանակներում։ Առաջիկայում կսպասենք սինգլի թողարկմանը նաեւ։ Եվ նաեւ տեսահոլովակ Գուցե լինի նաև տեսահոլովակ։ Գուցե հասցնենք շուտ լինի։ Դե ժամանակը այո, այսպես բոլորի մոտ շատ հագեցած է։ Հուսանք այդ ժամանակի մեջ տեղ կգտնի նաև տեսահոլովակը։ Ձեզ հաջողություն ենք մաղթում եւ նորանոր ստեղծագործական այսպես ընթացք, լավ օր նաև այսօր հանգստյան, իսկ մենք շարունակում ենք եւ բնականաբար դարձյալ երաժշտությամբ։